Գողը ռուսական ժողովրդական հեքիաթ։ Մի ծեր մարդ ու կին են եղել, ունեցել են մի տղա, անունը Իվան։ Տղային պահել մեծացրել են ու մի օր ասել. դե տղաս, մինչև հիմա քեզ պահել ենք, սրանից հետո էլ մինչև մահը դու ես մեզ պահելու։ Իվանը թե. դե որ մինչև մեծանալս պահել եք, պահեցեք մինչև բեղս էլ դուրս գա նոր։ Պահեցին մինչև բեղերը դուրս եկան ու ասացին. դե տղաս, մինչև բեղի բուսնելը պահել ենք, մինչև վերջն էլ դու մեզ պահիր։ Այ հեր, այ մեր, ասաց տղան, դե որ պահել եք մինչև բեղս բսնի, պահեցեք մինչև միրուքս էլ գա։ Ճարներն ինչ, կերցրին, խմեցրին, մինչև միրուքը դուրս եկավ ու ասացին. դե տղաս, մենք քեզ պահեցինք մինչև միրուքուդ բսնելը, հիմա էլ դու մեզ պահիր մինչև մեր մեռնելը։ Դե որ այսքան պահել եք, մինչև պառավելս պահեք էլի։ Ծերուկը էստեղ չդիմացավ ու գնաց պարոնի մոտ տղայի վրա կանգատ։ Պարոնը կանչեց Իվանին. «Տո ձրիակեր», ասավ, «ինչի հորդ ու մորդ չես պահում»։ «Ինչով պահեմ է, կուզեք գողություն անեմ, աշխատանքի սովոր չեմ, սովորելու համար էլ արդեն ուշ է»։ «Իմ գործը չի, ինչ ուզում ես արա», ասում է պարոնը, «թեկուզ գողություն արա, բայց հորդ ու մորդ պահիր, որ էլ վրատ գանգատ չլսեմ»։ Էդ խոսքի միջոցին գալիս պարոնին ասում են, որ բաղնիքը պատրաստ է ու պարոնը գնում է լողանալու։ Իրիկվա էլ ժամանակ էր, պարոնը լողացավ, ետ եկավ ու ձեն տվեց։ «Հեյ, ով կա էդտեղ, սոլերս տվեք»։ Իվանն էլ տեղն ու տեղը կանգնեց, պարոնի կոշիկները հանեց, սոլերը տվեց, կոշիկներն էլ դրեց թևի տակ ու գնաց տուն։ «Առ հայրիկ», ասաց հորը, «տրեխներդ հանի, կոշիկ հագի»։ Առավոտը պարոնը դես ու դեն ընկավ, կոշիկները չգտավ, ուղարկեց Իվանի ետևից։ «Դու ես տարել կոշիկներս»։ «Ոչ տեսել եմ, ոչ լսել, համա գործը իմ արածն է»։ «Այ դու գող ավազակ, ոնց հանդգնեցիր գողություն անել»։ «Բա դու չէիր ասողը, պարոն, թեկուզ գողություն արա, բայց հորդ ու մորդ պահիր, ես էլ քո հրամանը գետնով չտվի»։ «Թե որ էդպես է, ասաց պարոնը, քեզ մի ուրիշ հրաման, իմ սև եզը գութանի տակից գողացիր, թե կարենաս 100 ռուբլի կստանաս, թե չէ 100 մտրակ»։ «Հրամանքդ, պարոն», ասում է Իվանը։ Իսկույն վազեց գյուղ, մի աքլոր բռնեց, բմբլահան արեց, տարավ արդ, ծայրի ակոսում ջմփերի արանքը դրեց, ինքն էլ կողքի թփերում պահ մտավ։ Մաճկալները, որ նոր ակոս բռնեցին, հողը մի կողմի վրա շուռ տվին, աքլորը դուրս թռավ ու թումբ ու խանդակներով փախավ։ «Էս ինչ հրաշք դուրս եկավ հողից», գոռացին մաճկալներն ու ընկան աքլորի ետևից։ Իվանը տեսավ, նրանք խելառի նման վազում են, ինքը վռազ մոտեցավ գութանին, մի եզան պոչը կտրեց, դրեց մյուսի բերանը, երրորդինն էլ արձակեց ու տարավ տուն։ Մաճկալները շատ վազվզեցին աքլորի ետևից, բայց ձեռները դատարկ ետ եկան, տեսան, սև եզը չկա, չալն էլ առանց պոչի է։ Տղերք, մենք էդ հրաշքի ետևից վազում էինք, բայց էստեղ եզը եզանը կերել է, սևին լրիվ խժռել է, չալից էլ պոչը նոր է պոկել։ Եկան պարոնի մոտ մեղա գալու։ «Ներող եղիր, պարոն,
եզը եզանը կերավ։ Ախ, դուք անգլուխ հիմարներ, գոռաց պարոնը։ Էդ ով է տեսել, ով է լսել, որ եզը եզ ուտի, էստեղ կանչեք Իվանին։ Կանչեցին։ Դու ես եզը տարել։ Ես, պարոն։ Բա ինչ ես արել։ Մորթեցի, որ կաշին շուկա տանեմ, մսով էլ հորս ու մորս պահեմ։ Ապրես, ասաց պարոնը, առ քո 100 ռուբլին, բայց իմ սիրած ձին էլ պիտի գողանաս։ Վրեն 3 դուռ 6 կողպեկ կա, թե տարար 200 ռուբլի կտամ, թե չտարար 200 մտրակ։ Լավ, պարոն, կգողանամ։ Իրիկունը ուշ Իվանը մտավ պարոնի տուն, տեսավ մարդ չկա, կախիճից էլ պարոնի շորերը կախված են, վերարկուն հագավ, կղարկը դրեց, դուրս եկավ կառապանին ու ձիապանին ձեն տվեց։ Էй, տղերք, իմ սիրած ձիուն թամբեք, էստեղ բերեք։ Ձիապանն ու կառապանը կարծեցին, թե իրենց տերն է, բացեցին նախոր 6 կողպեկ, 3 դուռ բացեցին, ձին թամբեցին ու բերին։ Գողը հեծավ, մի հատ մտրակեց ու են տեսնելն էր, որ տեսան։ Մյուս օրը պարոնը հարցրեց, թե «Հա, ոնց է իմ սիրած ձին»։ Իսկ ձին երեկվանից չկա, տարել են։ Էլի Իվանին կանչեցին։ Դու ես ձին գողացել։ Հա, պարոն։ Բա ուր է։ Ծախել եմ։ Բախտդ բերել է, որ ես եմ թույլ տվել գողանաս, առ քո 100 ռուբլին, բայց դե պիտի կերժենի վարդապետին էլ գողանաս։ Իսկ ինչ կտաս դրա դիմաց։ Կուզես 300 ռուբլի։ Լավ, գողանամ։ Բա որ չգողացար։ Քո կամքն է, ինչ կուզես, էն էլ կանես։ Պարոնը վարդապետին կանչեց, թե զգուշացիր, ասավ, ամբողջ գիշեր աղոտ քարա, որ հանկարծ չքնես, գող վանկան վրատ աչք է տնկել։ Հիմա ծերուկը վախից քունը փախցրած խցում նստել ու հա աղոտք է անում։ Ուղիղ կեսգիշերին գող Իվանը խսիրե պարկը ձեռին եկավ, դրա լուսամուտը թակեց։ Ով ես մարդ արարած։ Հրեշտակ եմ, երկնքից։ Ուղարկել են, որ քեզ ողջ դրախտ տանեմ, պարկը մտիր։ Էս անխելքը մտավ պարկը։ Գողը դրան կապեց, շալակեց ու տարավ զանգակատուն։ Շուտ կհասնենք, հարցրեց վարդապետը։ Հիմա կտեսնես, սկզբում ճամփան երկար է, բայց հեշտ է, վերջում կարճ է, բայց դժվար։ Քաշեց, հասցրեց վերև ու էնտեղից գլորեց ցած։ Էղջ վարդապետը լրիվ աստիճանները հաշվեց։ Օ, ասավ, ճիշտ էր ասում հրեշտակը, սկզբից ճամփան թեկուզ երկար, բայց հարթ էր, վերջում կարճ, բայց դժվար էր։ Էս աշխարհում էլ էսպիսի դժվարություն ես չէի տեսել։ Համբերիր, որ փրկվես, ասավ Իվանը։ Պարկը դարպասի մոտ կախեց, կողքին մի մատնաչափ հաստությամբ 2 կեչուտ ճիպոտ դրեց ու դարպասին գրեց. Ով կողքով անցնի ու էս պարկին 3 անգամ չխփի, թող երիցս անիծյալ լինի։ Ով մոտով անցնում էր, 3 անգամ զարկում էր։ Մեկ էլ եկավ պարոնը։ Էս ինչ պարկ է կախած։ Հրամայեց, որ հանեն ու բաց անեն։ Բաց արին թե չէ, կերժենի վարդապետը միջից դուրս եկավ։ Բա ոնց էստեղ ընկար։ Ասացի, զգուշացիր, իսկ դու։ Քո կերած ծեծի համար չեմ ափսոսում, իմ կորած փողի համար եմ ափսոսում։